Նախ ես կարճ ուզում եմ անդրադառնալ առաջին հանրապետությանը, որ չգիտի պատմությունը, նամանավանդ դուք էլ այն շերտին եք պատկանում, որ պատմաբանեք լավ էլ գիտեք։ Առաջին հանրապետություն ստեղծել են դաշնակցական հայրերը, որոնք որ նվիրումի անձնական նվիրումի շնորհիվ եւ գիտեք Ղարաքիլիսայի Բաշապարանի Սարդարապետի հերոսամարտերը, այդ հերոսամարտերից հետո ստեղծել են առաջին հանրապետությունը, որը 100-ամյակներ մեկ չենք ունեցել։ Պետականություն չենք ունեցել եւ այդպես առհամարական վերաբերվել առաջին հանրապետությանը, դուք եթե առաջին հանրապետությունը չներ, այդտեղ նստած կլնեիք։ Եվ կարևորը որ մենք արժևոր ենք այն հաղթանակները, որ ունեցել ենք, որ դրա շնորհիվ է երկրորդ եւ երրորդ հանրապետությունները եղել։ Ես դրա մասին կարող եմ երկար խոսել, բայց քանի որ մի քանի հարց ունեմ եւ ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր ունեմ, հարցս հետեւյալն է։ Դուք պարոն Միրզոյան ասում եք, որ Վրաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ, աննախադեպ հարաբերություններ, բայց ամիսներ շարունակ մեր բեռնատարները կանգնած են Վրաստանում գյուղատնտեսական ապրանքներով եւ չեն կարողանում իրենց պարտականությունները, պայմանագրային պարտականությունները կատարել եւ բալթյան երկրներ եւ ԵԱՏՄ երկրներ ապրանքը տանել։ Հարցս հետեւյալն է. արդյոք չեք տեսնում, որ այդտեղ կա քաղաքական խնդիր, այսինքն հենց այդ խնդիրն է պատճառ հանդիսանում, որ մեր տնտեսվարողները միլիարդավոր դրամների վնասներ են կրում եւ ի վերջո ասում եք գնում ենք հանդիպում ենք մենք էլ ենք տեսնում պատվիրակություններ ազգային ժողովի նաեւ վերջերս նաեւ Հայաստանում էր արտաքին գործերի փոխնախարարը այդ հանդիպումների ժամանակ ձեր վրացի գործընկերներին չեք ասում լավ ամոթ այս ինչ եք անում տարանցիկ բեռը ոնց կարելի է ամիսներ շարունակ այդտեղ կանգնացնել եւ այսքան վնասներ հասցնել մեր գյուղատնտեսությունը մեկ երկրորդ հարցը վերաբերվում է այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին ամիսներ շարունակ ասում էր որ այդ սահմանազատման սահմանագծման գործընթացը կսկսվի Հայաստան Վրաստան Ադրբեջան այդ սահմանակետից սահմանագծից ինչ կա ի վերջո այս ուղղությամբ ինչ պայմանավորվածություններ կա եւ ի վերջո այն ականազերծման աշխատանքները որ արվում են սահմանին մենք կարող ենք ենթադրել որ նաեւ հաշվի առնելով այն նամակը որ Ջեյհուն Բայրամովի գրասենյակը ուղարկել էր պատասխան մերի որ 32 բնակավայրի եթե չեմ սխալվում մոռացեք այդ 32 բնակավայրերի մասին արդյոք ադրբեջանական կողմը պատրաստվում է որևէ մի հայկական տարածք հետ վերադարձնել եւ այս ուղղությամբ առհասարակ ինչ կա Պարոն Դանիելյան, դուք պատմության համար արձանագրենք, որ ես արհամարհական վերաբերմունք չունեմ առաջին հանրապետության նկատմամբ եւ իմ նախորդ խոսքերի որևէ դրվագով հիմք չեմ տվել այդպիսի եզրակացություն անել։ Ես ուրիշ բանից եմ խոսել եմ այդ շրջանում, բայց ձերոնց կողմից ստորագրված պայմանագրերից Մերոնք էլ են, բայց ձեր կուսակցությունից էին, իմ կուսակցությունից չէին։ Այ ես ձերոնց ավելի եմ համարում իմոնց, քան դուք։ Ես կարող եմ հիմա բացատրել։ Նայեք, շատ պարզա եւ բան, այս իմ եւ Տիկին Վարդյանի քննարկած հաճախակի թեմաներից է, բայց շատ հետաքրքիր թեմա է։ Այդ մարդիկ ցեղասպանություն անցնելով, հա, այդ հանրապետություն ունենալով, սկսելով 12000-ից, հետո ուրիշ ճանաչում, հետո վերջ ինչքան արևելքից ուրիշ պատերազմ, հարավից ուրիշ բարձա։ Ոչ մի պետականություն չէ աշխատում։ Ուզում եք եկեք նստեք, ես գնամ։ Պարոն Դանիելյան, չիլնի։ Եվ ահա, լավ, բայց իսկապես էլի լուրջ թեմա է, այս ձեզ էլ պետք է որ հետաքրքրի շատ էլ չջրիկացնենք, նայեք, այդ մարդիկ առաջի հանրապետության հայրերը անցնելով այդ արհավիրքների, այդ անմարդկային փորձությունների միջով վերջ ինչ-որ եզրակացությունների էին եկել եւ կոնկրետ լուծումների էին եկել։ Դուք կարող եք դա տեսնել եւ հայտնի ուրեմն ժամանակի անվանի դաշնակցական գործիչների գրվածքներում եւ այդ ժամանակների ուրեմն փաստաթղթերում
այդ մարդիկ նենց ոնց որ մենք այսօր փորձում էին հասնել Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության։ Հիմա մեծ հարց է, դուք եք իրանց համենայն դեպս վերջի շրջանի ուրեմն գաղափարների կրող, թե մենք ենք ավելի մոտ է դրան։ Եկեք այս իսկապես պատմագիտական, բայց մի քիչ քաղաքագիտական, ուրեմն կամ քաղաքական մտքի վերլուծության տեսանկյունից շատ հետաքրքիր բան է։ Ես կառաջարկեի, եթե չգիտեմ, ուսանողներ կամ հետազոտողներ կան, որ այս թեմանով հետաքրքրում են, մի հատ նայեն, էլի։ Իրոք հիմի այսօրվա ԿՊՆ-ը իր գաղափարներով ավելի մոտ այդ օրերի դաշնակցությանը, թե դուք։ Բոլշևիկներին ոնց տվեցիք իշխանությունը բոլշևիկներին։ Հիմա էլ նույն բանն եք, հիմա ուզում եք դուք անեք։ Մի րոպե, ինչ ասում։ Վրաստան, դե չէ, դուք տես մի հատ բան եք գցում հարցի մեջ, պնդում։ Պարոն Դանիելյան, լավ եմ անում, եթե դուք համարում եք արդար, որ դուք ասում եք, պարոն Միրզյան, ոչինչ, որ դուք առաջի հանրապետության նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունեք, բայց մի հատ կասեք, ինչի են մեր կոնյակը Վրաստանը սահմանում լռվում, ես էլ իրավունք եմ վերապահում, ասեմ, որ դուք չարաչար սխալվում եք, պարոն Դանիելյան, ես առաջի հանրապետության նկատմամբ որևէ արհամարհական վերաբերմունք չունեմ, ճիշտ հակառակը ունեմ ակնածանք, դուք իմ չի լինի, պարոն Դանիելյան, ես կպատասխանեմ ինչքան պետք է, դուք թեմա եք բարձրացրել, ես դա արծարծում եմ։ Եվ ինչ վերաբերվում է Բաշապարանի, Սարդարապետին եւ այլն, այս ճակատամարտերի նկատմամբ իմ որպես քաղաքացու եւ պատմաբանի գոնե վերաբերմունքը նաեւ իմ գրառումներում է, բան, թե թեժ չի լինի, արտահայտված թեժ չի լինի այդքան մենգափոխել։ Հիմա վերադառնանք բուն հարցին։ Ուրեմն այո, ես տեղյակ եմ մասնավորապես հայաստանյան կոնյակագործների արտադրանքից, որը բարդություններ ունի Վրաստանի սահմանը հատելու, ես գիտեմ նաև, որ համապատասխան ուրեմն գերատեսչությունների միջև քննարկումներ են ընթանում մեր կառավարության եւ իրենց, պետք է խոստովանեմ, այս մի քիչ ավելի մասնագիտական են քննարկումները եւ անմիջականորեն ԱԳՆ-ի կողմից չեն վարվում եւ նաեւ մեր համապատասխան գերատեսչությունները կապ մշտական ունեն եւ խոսակցություն ունեն մեր արտադրողների հետ, ովքեր բախվել են այդ խնդրին Վրաստանում, ամեն ինչ իրականում անկեղծ ասած չի ուզի մա շատ բան բարձրաձայնել, ամեն ինչ այդքան միանշանակ չի, խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողել, որ արհեստականորեն են առաջացվում Եվ խնդիրներ էլ կան, որոնք այնուամենայնիվ նու առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր, եկեք այսպես ձևակերպեմ, բայց ամփոփելով թեման, տեղյակ ենք խնդրից, զբաղվում ենք խնդրով, այսօր արդեն այսօր վաղը որոշակի շարժ կլինի, բայց ամբողջությամբ խնդիրը թերևս այսօր կամ վաղը չի լուծվի։ Ստեղ երևի կանգ առնեմ կոնկրետ այս թեմա։ Դե ստիպում եք ինձ ասել մի բան հանրային, որը ես չեմ ուզի ասեմ։ Կասեմ հետո, հա, եթե կարելի է, եթե իսկապես թեման հետաքրքիր է։ Լավ, շնորհակալություն, Դավիթ Կարապետյան։ Սահմանազատման եւ սահմանագծման ուրեմն հանձնաժողովների կողմից եւ մասնավորապես դրանց ղեկավարների միջև խոսակցությունը այսօր էլ շարունակվում է, պարոն Դանիելյան, խոսակցություն, այսինքն գործընթացը շարունակվում է, գործընթացը ընթացքի մեջ է, որոշ մեթոդական քննարկումներ են այս պահին արվում։ Դուք հարցնում եք երբեն մեր 240 կիլոմետրը կամ այս կամ այն կտորը վերադարձվելու կամ պատասխան տալու է, թե չի տալու։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն հիմքը, որ մենք վերցրել ենք Ալմաթայի հռչակագիրը եւ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանները, այդ սկզբունքը բոլոր հարցերին պատասխանում է, ենթադրվում է, որ գծելով գնալու են մարդիկ ուրեմն Ալմաթայով ենթադրվող սահմաններով եւ այն կետը, որ կլինի ադրբեջանական, բայց կլինի մեր վերահսկողության ներքո
ենթադրաբար պիտի վերադարձվի Ադրբեջանին, այն հատվածը, որը Հայաստանի սուվերեն տարածքա, բայց գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս պայծությամբ պիտի վերադարձվի Հայաստանին։ Սա է այդ հանձնաժողովների աշխատանքի իմաստը, թե այլ ինչ մոդիֆիկացիաներ կարող են լինել, այդ էլ չափ կա, որը, ասինքն, ես շատ տեսական եմ քննարկում հանրակրվեով որոշել եք, չորոշել եք, այդ արդեն հետո կերևա, բայց այս պահին ինչը որ պատկանել է Ադրբեջանին, պետքա վերադարձվի Ադրբեջանին, ինչը որ պատկանել է Հայաստանին, այսինքն իրավունքով, Հայաստանի սուվերեն տարածքա, պիտի վերադարձվի Հայաստանին։